Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Արարիչը աշխարհը խոսքով արարեց, ասեց եւ եղավ։ Այդ արարչային լեզուն, որպիսի կորուսյան չմատնվի, Աստված ստեղծեց հային եւ հայի մարմին տաճարում ի պահ տվեց։ Աստված ինչ հզոր զենք է տվել հային, չարը ինչու է մեծ թափով գլուխ բարձրացրել եւ ամենակարևորը, որն է հայի իրական առաքելությունը, որը շուտով կենթանություն կառնի։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հայագետ Սամվել Բեկթաշյանին, նա շատ հետաքրքիր մտքերով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Անտարվեցինք Աստծո ընտրյալ ժողովուրդ, Հուդայի ցեղը եւ չարի թիմակիցները, թուրքը դադարում է գործոն լինել, Հուդան դադարում է գործոն լինել, դաժան պատերազմ է, շատ դաժան եւ այսինքն մենք հետ ենք գնալու դրախտի այգի։ Զրկվում ենք լեզվից, դադարում ենք լինել հայ, ուղիղ իմաստով։ Տեսան, որ ի վերուստ մեզ բան ատրվել։ Քրիստոս ասում է, ոչ ոք չգիտի ժամանակ եւ ժամանակները։ Բարև ձեզ, պարոն Բեկթաշյան։ Բարեողջույն Արեգ, ուրախ եմ հանդիպեցինք նորից։ Ես էլ շատ ուրախ եմ եւ այսօր ունենալու ենք հետաքրքիր զրույց, խոսելու ենք շատ կարեւոր թեմաներից։ Պարոն Բեկթաշյան, հայազգը իդեմ Մեսրոպ Մաշտոցի ծնեց մի մտավորական, որը կարողացավ լեզվին տալ գրավոր պատկեր։ Այո։ Շատ տեսակետներ կան մեր գրերի մասին։ Շատերը խոսում են, բացահայտումներ են անում, տարբեր գաղտնագրեր են բաց անում եւ փորձում են մեր լեզվի հնչյունները կապել տարատեսակ երևույթների հետ։ Որն է հիմնականը, որն է ճիշտը։ Արիջան, նախ մենք հիմա խոսում ենք ամենակարևոր անկյունակարի մասին, որի վրա կանգնած է հայը։ Դա լեզուն է, դա իրոք Աստծո լեզուն է, իր պահ տրված մեզ։ Զրկվում ենք լեզվից, դադարում ենք լինել հայ, ուղիղ իմաստով։ Ուրեմն մուտքի ժամանակ մատուցած այդ օրինաչափություններին եւս հավելեմ մի քանի բան, ասում է Աստված ամեն ինչ ստեղծեց խոսքով։ Խոսքը դա տատանումների համակարգ է, ալիքների համակարգ է։ Որից ալիք անպայման հետևանք է թողում։ Քամին եկավ, որոշակի տեղաշարժ առաջացնում եւ այլն։ Իսկ ալիքների այդ համակարգը առաջացնում է գործողությունների շարք ու շարան։ Աստված ասեց, սա ոսկի է, կամ ասեց ոսկի, բառը ոսկի, եւ ստեղծվեց ոսկի մետաղը, ազդմամբ խոսքի։ Աստված ասում է արծ դա արծաթն է, ստեղծվեց արծաթը, ասեց արջիջ, ստեղծվեց արջիջ մետաղը։ Հետաքրքիրն է, որ դրանք մեր տառերի կարգաթվերի գումարը, երբ որ գումարում ենք ԱՌՃ, ԻՃ, 1, 32, 19, 11, 19, ստացվում է 82։ 82-րդ էլեմենտը տառը պարբերական շարքում արջիջն է։ Արդ 1, 32, 14, գումարում ենք կարգաթվերը տառերի, ստանում ենք 47, դա 47-րդ տառը պարբերական շարքում Մենդելեևի դա արծաթն է։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ Մենդելեևը իր աղյուսակը ստեղծելիս հիմնվել է հայկական տառերի եւ կարգաթվերի վրա։ Ինքը չի հիմնվել, նույն աղբյուրից իրեն տրվել է համակարգը։ Այդ աղբյուրի սկզբն աղբյուրը որտեղ է։ Աստված է։ Աստծոց է տրվել։ Տրվել է այբենը 1400 տարի առաջ Մենդելեևից մեզ, Հրաշք Մեսրոպի միջոցով, դրա հաստատումը ունենալու համար
1400 տարի հետո տվել է համակարգը, քիմիական տարրերի պարբերական շարքը։ Հրաշալի է։ Եվ ներողություն, ըստ անչափ կարևոր բան կա։ Ասում է 6-րդ օրը ստեղծեց կենդանիներին ծննդոց գլխում եւ մարդուն Ադամին։ Եվ ասում է ոչ թե ասում է Աստված Ադամին ասեց Ադամ սա ոսկի է, սա արծաթ, սա արճիճ, այլ Ադամը տեսավ եւ ասեց ոսկի։ Այսինքն Ադամը ոսկու ատոմար մակարդակով տեսավ նրա կառուցվածքը եւ վերականգնեց այն բառը, որով Արարիչը ստեղծել էր այդ ոսկի տարրը։ Լեզուն չեն սովորեցրել Ադամին։ Ինքը տեսել է արճիճ, արծաթ, երկաթ, պղինձ եւ այլն։ Այսինքն Ադամը արարչային հետևանքով այդ հետևանքներին նայելով ինչա ստեղծել Արարիչը վերականգնել է արարչային այն լեզուն, որով Արարիչը ստեղծել էր։ Անչափ կարևոր է դա։ Ինչ է կարելի է այստեղից հասկանալ այդ արծաթ, արճիճ բառերը Ադամը որ սովորել է հենց այդ անուններով է սովորել։ Տեսնելով մետաղի կառուցվածքը, այսինքն Ադամը հայերեն է խոսել։ Անխոս, իհարկե անխոս, այլ կերպ հնարավոր չէր։ Հետաքրքիր բացահայտումներ եք անում։ Պարոն Բեկթաշյան, կարևոր հարց։ Մինչև Մեսրոպ Մաշտոցի տառերի ստեղծումը հայ ժողովուրդը գրավոր լեզու չի ունեցել, կամ եթե ունեցել է, որոնք են եղել, խոսենք դրա մասին եւ խոսենք այդ անհրաժեշտության մասին շրջանի ժամանակաշրջանի հատվածի։ Նախ գրավոր խոսքի կարևորումը անչափ շատ է միշտ մարդու է, հանրույթը եթե ապրում է, անհատ մարդ եթե միայնակ ապրում է, իրեն կարևոր չի, բայց հաղորդակցման համար դա աննարին առանց լեզվի, հատկապես գրավոր խոսքի։ Եվ վաղ շրջանում մարդը նկարել է, գաղափարներ է նկարել, ոչ թե տառային, այսինքն այդ պայմանային նշանների համակարգը պատմականորեն նոր երևույթ է, արեք։ Եթե որոշում ենք, ասենք, այս տիպի գրվածքը անունը դնենք A, հնչյունի պատկեր։ Երթևեկության նշանները, ասենք, ճանապարհային։ Այնպիսի պատկերներ ենք դրել, որ մեզ կողմնորոշի ուղղորդի եւ օգնի, որպեսզի անվտանգ երթևեկենք։ Դրանք կոչվում են պայմանանշաններ։ Թվաբանությունը, մաթեմատիկա։ Թվերի տեսքերը դրանք պայմանանշաններ են։ Իրականում կա մեկ թիվ, բնական միավոր, դա մեկն է, մեկը։ Որը կա ինքնին, երկուսը արդեն երկու հատ մեկ է, հինգը հատ մեկ է, բնության մեջ 5 չկա, 3 չկա, 2 չկա, կա 2 հատ մեկ, 5 հատ մեկ, հա, այսինքն դրանք արդեն պայմանանշաններ են, բացի մեկը պայմանանշան չի արդեն, մեկը ինքնին կա, և հատկապես, որ մեկը հաշվման արդյունքում չի առաջանում, արարման արդյունքում է առաջանում, դա այլ խնդիր, անչափ հետաքրքիր է, դրան ևս կանդրադառնանք, իհարկե, կարևոր է անչափ, հիմա ինչպես թվերի համակարգը, պայմանանիշերի անչափ մորզեի, ասենք, այբուբենը, պայմանա գիծ-կետ և դրանով արտահայտում ենք հնչյունները, ասենք, ան, ասենք, կետ գիծ, կուդա, կետ գիծ, տիտի, դա արդեն ատարն է, և այլ, այսինքն, տառերի համակարգը դա պայմանանիշերի համակարգ է, ինչպես նշվածները, իսկ մեր այբուբենը դա գաղափարագրերի այբուբեն է,
պատկերագրերի այբուբեն է, ի տարբերություն պայմանանշային այբենների։ Այդ առումով տարբեր մոտեցումներ կա իհարկե, բայց հստակ Մեսրոպը փնտրում էր, որովհետև ինքնությունը հաստատող, անկախ լինելու, հետո հաղորդակցվելու առավելագույն արդյունավետ հաղորդակցվելու ներկյանքային հարաբերությունների մեջ անչափ կարևոր էր սեփական գիրը ունենալ, ինչու հայերեն գիրը, ինչու չվերցնել օտարներինը, Արիքյան։ Ես շատ փոքրիկ ձևով ակնարկ անեմ դաշրջանի մասին։ 4-րդ դարի վերջին Հայաստանը կիսվեց երկու մասի։ Արևմտյան մասում թագավոր չկար։ 387 թվականից երկիրը կառավարում էր Հռոմից ուղարկված կոմսը։ Այստեղ ժամերգությունը, գրագրությունը հունարեն եւ լատիներեն էր, պարսկերենը արգելված էր։ Իսկ արևելյան մասը դեռ թագավորության կարգավիճակ ուներ, բայց ենթակա էր Պարսկաստանին։ Այստեղ էլ արգելված էր հունարենը, ժամերգությունը անցկացվում էր ասորերեն, իսկ գրագրությունը պարսկերեն էր։ Շրջան, որտեղ առաջնային կարևոր գործոն էր լեզուն, որը չկար։ Եվ այդ հարցում առաջ եկավ Մեսրոպ Մաշտոցը։ Որպես լեզվաբան նրա առաջ Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթև կաթողիկոսը առաջադրանք դրեցին։ Ստեղծել հայոց տառերը։ Ուրեմն անչափ կարևոր մեկ գործոն կա, Արիքյան, որ չենք հետազոտողները եւ այլ անընդհատ հաշվի չեն առնում ու չեն կարևորում։ Հայոց լեզուն ամենակատարյալ հնչյունային համակարգը ունի, ավարտուն, ամբողջական։ Եթե մենք գրենք հունարեն, հունարենը 26 հնչյուն ունի եւ տառ։ Եբրայերենը 22։ Չեն արտահայտի լիարժեք։ Իհարկե, ահռելի մաս դուրս ամանում մեր կենցաղային հնչյունային հաղորդակցման այդ հնչյունները չեն կարող այդ տառերով արտահայտենք ամբողջական։ Երբ որ ասում է, չէ, Մեսրոպը փորձեց այդ Դանիելյան գրեր կոչվածը, տեսավ, որ չի բավարարում, դա նկատի ունի, որ ամբողջ հնչյունային համակարգը չի ապահովում այդ տվյալ այբենը, խնդիրը դրանում է։ Եվ փորձեց ինքը գրի, ստեղծի եւ այլ, եւ այդ նվիրաբերումը Աստված նայում է, էլի։ Ընծայեց, ասաց Մեսրոպ ջան, սա ես ուզում, սա էլ քեզ այբուբեն։ Եվ տրվեց անչափ կարևոր հիշատակում է Կորյունի մոտ Վարք Մաշտոցում, որ ասում է ոչ քուն, ոչ արդուն, քանց երազի մեջ, մի աջ ձեռք գրեց հայոց այբենի տառերը եւ բացատրեց դրանց հանգամանքները, Արեգ ջան։ Ոչ միայն ասելա Մեսրոպ սա ան է, այդ այի հետ բան ասել, թե այդ ան ինչ է նշանակում, ինչու է ինքը արարիչ, այդ յն ինչու է Հիսուս, այդ սն ինչու է ծոված տարածական, թն ինչու է թագավոր, եւ տրվեց Մեսրոպին մենպիսի գաղափարագրային համակարգ ավարտուն այբուբեն, որի իմաստասիրական բովանդակությունը Մեսրոպից փոխանցվեց Դավիթ անհախտին, որը այն ժամանակ դարձավ աշխարհի բոլոր փիլիսոփաների հաղթող փիլիսոփա, Դավիթ անհախտ։ Ինքը անհախտ դարձավ, որովհետև նոր մտածողություն, նոր աշխարհընկալում, նոր փիլիսոփայություն, կատարյալ փիլիսոփայություն ներմուծեց, որի առաջ Պլատոն, Արիստոտելիս, Պյութագորաս եւ բոլոր Սոկրատես անտիկ շրջանի այդ մեծագույն մեծերը խամրեցին ուղակի եւ հստակ աշխարհը ճանաչեց անհախտ փիլիսոփա Դավիթ անհախտ։ Հիմքում տրված էր կատարյալ այբենի այդ գաղափարները, արի։ Շատ հիասքանչ է, պարոն Բեկտաշյան։
Այդպես է եղել, ախր, գրավոր հիշատակումն էլ է այդպես։ Երբ որ խորանում ես, մեկ էլ մեխանիզմները տեսնում ես։ Դու խոսքում բաց մեր եթերի սկզբում ասեցիր, որ Աստված ստեղծեց խոսքով տիեզերքը ամեն ինչ, անգամ մոծակ, անգամ զոքանչ խոսքով։ Բայց այդ խոսքը առարչային որպեսզի չկորչի, ստեղծեց մեզ հայերից եւ ի պահ տարեց մեզ առարչային լեզուն։ Այսինքն Աստված զենք է տվել մեզ։ Տվել է ամեն ինչ։ Տիեզերքում ավելի մեծ բան հնարավոր չի, որ ընծայի մարդուն։ Եվ մեզ տրվել է տիեզերքի ամենամեծ անգնահատելի անանց անժամանակ բոլոր զորություններից վեր մի բան, որը կոչվում է հայոց լեզու։ Արարչային գիր։ Այո, արարչային գիր եւ խոսք, լեզու, հաղորդակցման լեզու։ Ի վերջո Աստծո հետ խոսել ենք, չէ՞ մենք ուղիղ։ Զրկվել ենք այդ հնարավորությունից, որովհետև ճիշտ չենք տնօրինել։ Երբ ենք զրկվել, պարոն Բեկտաշյան։ Մենք զրկվել ենք դեր Աբել Կայեն ժամանակներից։ Կայեն Աբիլ, եթե այլաբանություն դիտարկում ենք, նշանակում է առաջի բիլ, առաջի զանգ։ Բիլ զանգ է, չէ՞ նշանակում։ Առաջի զանգը հնչեցրել, երբ որ կայենը չէ։ Սպանեց նախանձախնդրության հիմքով, սպանեց Աբելին։ Հետաքրքիր այդ բելերի շարքը Աբիլ, Բաբիլ, Բաբիլոն, երկրորդ Բիլ Քլինտոն, հիմա ասենք 2000-2001 թվականներին էլի նման զանգ հնչեցվեց, այսինքն կայանը, երբ որ Աբիլը ընծայեց խորոված, Բիլն է, հա, կարելի ասել։ այո, նաև առաջին հենց Կայեն Աբիլ նախապատմության մասին բանը Ադամ Եվայի զավակների մասին է խոսքը, մարդկությունը երբ որ սկսեց զարգանալ, շատանալ, երբ որ Կայենը Աբիլը խորոված արեց եւ Աստծոն հաճո եղավ քիմքին Աստծո Աբիլի խորովածի այդ հոտը, իսկ Կայենը տարել էր ընծա բերք ու բարիքը իր ստեղծած, մշակած։ Այդ բերք ու բարիքը թողեց մի կողմ, Աստված ճաշակեց խորովածը եւ առ Աստված նախանձախնդրության պատճառով Կայենը սպանեց Աբիլին, ոչ թե իմ քրտինքը, իմ բերքը, որ բերել եմ քեզ, բանի տեղ չդրեցիր, այդ դրա բերած որսորդի բանի, թեկուզ եղբայրս։ Աստված ինչ արեց Կայենին, պատժեց եւ դրախտից վտարեց դեպի արևելք, բարիք չէ։ Աշխարհագրական դրախտը հստակ բոլոր հիշատակումներով, աղբյուրներով դա հայկական բարձրավանդակն է։ Այդ որտեղից հոսում են այդ 4 կետերը Քուր Արաքս, Տիգրիս, Եփրատ, հա, այտենց այդ գետերը։ Եվ ասում է Կայան, ասենք յան, կարևոր է այդ յանը, Կայեն չի, Կայանը, վտարեց Աստված դեպի դրախտից արևելք։ Հայկական բարձրավանդակից դեպի արևելք, բացի հայը, հազարավոր տարիներ այլ ազգ չի ապրել։ Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք։ Եվ ասում այնտեղ թուր դրեց եւ հուր, որ Կայենը չվերադառնա դրախտի այգի։ Թուրը թուրքն է, որ չի թողում հետ գնանք։ Հուրը հրեանը։ Այդ երկուսին դրել է հաուզ մենք գնանք, այդ երկուսն է որ դեմ են մեր գնալուն։ Դրանք Աստծո գործիքներ են։ Հիմա Կայենը, երբ որ վտարվեց դեպի արևելք, ասում է Տեր, ասում է,
բա որ իմանան եղբորս սպանել եմ, ինձ կնեղեն, ասում է գնա քո ճակատին նշան կտնեմ, որ բոլորը իմանան, որ դու իմն ես, ով կպչի քթից 10 հատիկ կհանեմ, այդ յանն է, հարիկ ջան, Պողոսյան, Պետրոսյան, յան, այդ յանն է դրված մեր ճակատին, աշխարհով մեկ բոլորը գիտեն յան, մեզ։ Այսինքն մենք հետ ենք գնալու դրախտի այգի։ Հետ գնալու պայմանը մեկն է, որտեղ որ սխալ են գործել, հրաժարվել, մեղքերի թողություն եւ նորից թուրքը դադարում է գործոն լինել, հուդան դադարում է գործոն լինել, այլաբանությունը այսպես է։ Եվ այս ընթացքում Չարը հնարավորություն ունեցավ, որ Կայենին զրկի ամենաթանկ բանից, լեզվից, Աստծո լեզվից։ Չարը սկսեց խառնակել ու խառնել Աստծո լեզուն, որը Կայենի հետնորդների մեջ, որ անընդհատ բազմամիլիոնավոր, միլիարդավոր մարդ ծնվեց, ամեն մի գյուղ սկսեց իր լեզվով, իր բարբառով խոսել, հաղորդակցվել, եւ այս կերպ ընթացքում չարը սկսեց արմատական բառերը արարչային դեզերաստեղծ բառերը, բառարմատները չարը սկսեց խառնել եւ շփոթեցնել։ Եվ այդ ընթացքում ամենաթանկ բարբառը, որի մասին աճարանն է ասում է ներկայիս գրական հայերենը բաղադրված է արարածյան լեզվախոսության եւ Արցախի լեզվախոսության խառնուրդից։ Ինչու արցախյան, Արցախում ուրեմն եւ ինչու է այդ թանկ Արցախ եւ ինչու է այս պատերազմները։ Միակ լեզվախոսությունն Արցախում բարբառն է, հայերեն խոսքն է, որտեղ ներմուծված ֆ հնչյունը չկա, հարեք ջան։ Մաքուրը ազատ է ֆ հնչյունից։ Այսինքն ֆ հնչյունը ավերել է մեզ հոգեպես, մտոք, զարգացմամբ եւ այլ եւ այլ։ Մեր իմունիտետը ազգային փոշիացրել է ֆ հնչյունը։ Այնպես որ Արցախյան ամբողջ պատերազմը, այդ տառապանքները այդ մաքուր հնչյունակազմի համար է։ Բայց հետո թշնամին ինչի հասավ։ Լեզուն չկարողացավ ոչնչացնել, տիրեց տարածքին։ Համայնքները քանդեց, հիմա ինտենսիվ խառնվում է գրական լեզվին, մոռացության է տրվում բարբառային խոսքը շատ արագ, եւ արդյունքում կորսվում են բուն արարչային բառարմատները։ Հարիճ։ Սա շատ դաժան պատերազմ է, շատ դաժան եւ չարը փորձում է կորցնել առաստված բոլոր այդ շավիղները, որը հայը կորցնի եւ մոլորության մեջ չգտնի ելքի ճանապարհը։ Եվ հենց դա էր պատճառը, որ 5-րդ դարի սկզբին Մաշտոցը Ամարասի վանքում բացում է առաջին դպրոցը, ուղևորվում է Արցախ։ Դա ինչով է հատկանշական, ինչու Արցախ, ինչու Ամարաս, ինչու առաջին դպրոց։ Ուրեմն ինչու Ամարաս եւ ինչու առաջին դպրոց, ուրեմն անչափ կարևոր փաստերից մեկն է, հարցերից մեկը ինչու։ Այդ հարցի պատասխանը տվել եմ 3 կաթողիկոսին էլ հնարավորություն ունեցել եմ բարձրաստիճան հոգևորականների, որևիցե մեկը չգիտի ինչու է եկել, ոչ հոգևոր, ոչ քաղաքական, ոչ անձնական, որևիցե բան մղող ուժ, մոտիվացիա չի եղել, որ Մեսրոպը հայտնվի այդ անկապ անապատում։
Մի քիչ ուսումնասիրություններից հետո բարբարի 15 տարի մնացի այնտեղ բարեբախտաբար Արցախում արցախցիների հետ հասկացա, որ Մեսրոպը ստանալով Աստծուց այբուբենը սկսեց կիրառել տարբեր բարբարների նկատմամբ եւ փորձելով եկավ հասավ Արցախ, մեկ էլ տեսա, որ այս բարբարը եւ այս այբենը երկխոսում են, իրար հետ զրուցում են։ Այսինքն մինչև Մեսրոպ Մաշտոցի երազում հայտնվելը մեր տառերը, մինչև դրանք գրի առնելը եւ պատկերավորելը, գոյություն ուներ Արցախ, գոյություն ուներ Արցախի բարբար։ Այդպես է։ Արցախյան հայոց լեզուն, այո։ Արցախյան հայոց լեզու, բայց կար Արցախյան հայոց լեզվի տառերը։ Իհարկե ոչ։ Լեզուն կար, բայց տառերը չկար։ Տառերը չկար։ Պայմանանշաններով էին գրում էլի, գաղափարագրերով էին գրում։ Այսինքն Մեսրոպ Մաշտոցը տաճարը համար ասում, որտեղ որ հիմնական մեր կրթարանն էր, համալսարանն էր, առաստաղի մինչև հիմա առաստաղին գրված տառատեսքերը կան։ Մի քանի։ Ցավով եմ ասում, հիմա չգիտենք էլ ինչ վիճակում է Ամարասի վանքը, մի խոսքով։ Պարոն Բեկթաշյան, Մաշտոցի այդ կենսագործնեության շրջանը շատ կարևոր շրջան էր։ Հարևան երկրների հետ պետք է նամակագրություն ունենալ։ Անհրաժեշտ էր լեզու։ Կարևոր է նաև, որ մենք կարողանայինք նամակ գրել հայերենով, որպեսզի թշնամիները չհասկանային նամակի բովանդակությունը։ Այո։ Երկաթագրով նամակ գրելը հնարավոր չէր։ Մաշտոցը հասկացավ, Մաշտոցը առաջադրանք ստացավ եւ հասկացանք, որ ոչ քնած էր, ոչ արթուն էր, ոչ տեսիլ էր, երազ էր։ Հայտնվեց եւ փոխանցեց, այսպես ասած, ըստ ձեզ Աստծո կողմից այդ նշագրերը։ Ինչու Մաշտոցին։ Ուզում եմ խոսքը տանել Մաշտոցի մարդ երևույթի շուրջ, Մաշտոցը եւ զինվորական էր եւ հոգեվոր։ Այդ ինչ առաքելություն էր, որ վստահվեց Մաշտոցին Մեսրոպ եւ նա ստանձնեց ու շատ պատվախնդոր էր եւ շատ արժանապատվոր են դա արեց։ Ուրեմն Մեսրոպ Մաշտոցը այն վստահելի Աստծո համար, վստահելի անոթն էր, տաճարն էր, հոգին էր, մահկանացու մարդն էր, որին վստահվեց տիեզերքի ամենալուրջ, ամենակատարյալ ընծան, այբուբենը։ Դա Աստծո տիեզերաստեղծ լեզվի այբուբեն է, այբեն, որի մեջ զետեղված են բոլոր գիտությունները, ներկայիս եւ գիտությունները, որ մարդկությանը հայտնի չի դեռևս։ Ինձ հաջողվել է դրանցից մի քանիսը դուրս բերել, բխեցնել եւ վերցանել։ Համեցեք։ Օրինակ, ասենք, հոգեբանություն գիտությունը հումանիտար է համարվում, ինքը չունի գիտությունը չունի այբուբեն, կան ուղղություններ, դպրոցներ։ Մեր այբենում դրված է կատարյալ մարդու հոգեբանության, հոգու ճանաչման համակարգ, որով կարող ենք 1000 տարի առաջ ապրող կամ հետո ապրելիք մարդու հոգու բնութագրերը տարընթերցենք։ Ասենք օրինակներից մեկ էլի։ Դրանք շատ են։ Օրինակ, թուրքը գրում է պատմություն իր սևախմբի համար,
Մենք մեր պատմիչները գրում են որպես հայոց պատմություն։ Հիմա թուրքը իր ցեղի համար է ճիշտ իր շարադրանքով, հայերս մեր։ Որտեղ է այդ միգուցե թուրքերն են ճիշտ։ Ոնց պետք է զանազանել, չնայած մենք գիտենք, բայց որն է բացարձակ ճշմարտությունը։ Ապրես դու։ Օտարերկրացու համար, օրինակ։ Այո, երրորդ դիտողի համար, ասենք թե։ Ասեցիր բառացի մեր այբենի մեջ գրված դրված է այն բեմագիրը, սցենարը, որով մարդկությանը տանում է դեպի ազատագրում եւ վերադարձ դրախտ Եդեմ։ Եվ օրի ժամի տարվա ամսվա կտրվածքով, տարիների կտրվածքով հստակ գրված դրված է։ Այսինքն մեր այբենի մեջ դրված է բացարձակ պատմությունը, հարիք։ Դրա համար այդ մոտարկումները, որ Քրիստոս ասում է ոչ ոք չգիտի ժամանակ եւ ժամանակները, նաեւ ես չգիտեմ ինքը։ Բացի հորից, ինչ նկատի ունի։ Այդ բացարձակ առանցքը, որ մարդկությունը ինչ ելանի այդ առանցքով գնալու է ընդհանուր, որովհետև դա Աստծո կամքն է, կյանքը պատահականությունների համախումբ չէ, այլ ծրագրային նպատակային ընթացք։ Բայց քանի որ մարդուն է թողել որոշում կայացնելու, կամենալու, կամքի ազատությունը, Աստված չգիտի, որ պահին մարդը որտեղ լավ գործ կանի, քայլ, որտեղ սխալ կանի, արդյունքում այդ պատմական առանցքի նկատմամբ հարաբերությունը փոխվում է։ Դրա համար Քրիստոս էլ ասում է, որ ես էլ չգիտեմ անգամ, երբ ինչ ոնց։ Այսինքն բացառվում է, որ Մեսրոպը իմանար միջուկային ֆիզիկայի օրենքները, բնականաբար, որոնք դրված են մեր լեզվի, մեր այբենի մեջ։ Նույն ոսկի օրնաչափությունը, որ ասեցի, չէ, նայ, ոսկի 24-րդ տառն է ոն, ս 29-ը, կն 15 եւ 9 11, գումարում ենք, ստանում ենք 79-ը։ Բայց ոն 24-րդն է, 24-րդ տարը պարբերական շարքում քրոմն է։ Սն 29-րդն է, որը պղինձն է։ Պարբերական շարքում 29-րդ տարը։ Կն 15-ն է, ֆոսֆորն է պարբերական շարքում, եւ ոսկը ին նատրիումն է 11-րդ։ Այսինքն բառը ոսկի քրոմ, պղինձ, ֆոսֆոր, նատրիում ստացվում է աուրում։ Բառը ինքի ոսկու ստացման սինթեզի բանաձև է, Արեգ ջան։ Գաղտնագրեր են բոլորով։ Այսինքն բացահայտված։ Հա, իհարկե, ուղիղ դրված եւ գրված է այդ օրինաչափությունները։ Անչափ կարևոր օրինաչափության հանդիպեցի, երբ որ գրում էի սնդիկ, կարգաթվերի գումարը կազմում էր 81։ Սնդիկը 80-րդ տարն է պարբերական շարքում։ Երբ որ նայեցի ՍՆԴԻ-ը մեկ նիշի ճշտությամբ, որ հնչյունը կարող էր փոխվել, եկա կանգնեցի D-ի եւ G-ի վրա, եղել է սնգիկ, ոչ թե սնդիկ։ Ու ինչքան բարեունչ բառ է, չէ, սնգիկ։ Եղել է մենք իրարում ենք սնդիկ, հա, այս գն հնչյունափոխվել է D-ի է վերածվել, արդյունքում բառը մեկ նիշ բնական օրենքներից շեղվել է մեկ միավորի ճշտությամբ, հա, մեկ միավորով, ոչ թե ճշտությամբ։ Սա նշանակում է, որ բնական գիտությունների բացահայտումներով մենք կարող ենք վերականգնել նաև բառարմատները։ Ու ամեն ինչի հիմքում լեզուն է հայոց։ Այո, ամեն ինչի որը ինքը եւ իրեն է փրկagorցելու եւ մեզ։ Պարոն Բեկտաշյան, Մեսրոպը ստեղծել է տառերը, եկեք ուզում հարցին հստակ լուծում տանք, տառերը է ստեղծել, թե նա եղել է միջոց տիրոջ կողմից փոխանցելու համար։
Միանշանակ ինքը մաքրամաքուր պատրաստ անոթ էր Մեսրոպը, ասում եմ շատ հետաքրքիր մի դեպք պատմեմ Արցախից, Արուշանյան Բորյա ունենք, այս ամբողջ ազատագրական շարժման հենասյուներից մեկը, հրաշալի հայորդի, հրաշալի մարդ, հրաշալի ընտանիքի հայր, Բորյայից տանենք մեկ էլ Գայանեն աղջնակը, ջերմության մեջ է երեխեն, մրսել է, հիվանդացել է, Բորյայից զրուցում ենք մեկ էլ թե երեխեն քեզ ականջում։ Ես էլ ընդեղ եթերաշարքերը սկսել եմ, կարծեմ թե, սկսել եմ։ Եկա Գայանե ջան, ինչ ա եղել։ Պարոն Բեկտաշյան, երման մեջ ա երեխեն, 41 աշճան։ Ասեց նոր երազ տեսա։ Մեսրոպ բան է, մաշտոց են կանգնած էր։ Մեկ էլ մոտեցավ Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Լուսավորիչը կանգնած էր, Մեսրոպ Մաշտոցը մոտեցավ, կռացավ, որ ձեռքը համբուրի Գրիգոր Լուսավորիչի, Գրիգոր Լուսավորիչը ծնկի եկավ, Մեսրոպի ձեռքը բռնեց, համբուրեց, որ ես պետք է քո ձեռքը համբուրեմ, ոչ թե դու իմ։ Երեխեն երման մեջ տեսիլ կա տեսնում, պատկերացրիր Արիք, սիրունա, չէ։ Հրաշալի։ Դա արդեն մարդու բան չի, այդ ամեն ինչ։ Իսկ ինքը գրի առել Մեսրոպը, որովհետև ասում է գրվեց մի բան է, քարի վրա գրեց մի ոչ քուն ոչ արդյոք հանց երազի մեջ, մի աջեր քարի վրա գրեց Հայոց Այբենի տառեր եւ բացատրեց դրանք հանգամանքները։ Ինչ հանգամանքի մասին է խոսքը։ Ուրեմն երբ որ դիտարկում ես տառերի պատկերագրումը, ինչ օրինաչափության վրա է կառուցված։ Ուրեմն մարդը ընդհանրապես առնչվում է գործ է ունենում երկու մտածողության հետ, Հարիկ ջան։ Աստվածային մտածողություն եւ մարդկային մտածողություն։ Երրորդ տեսակը չգիտենք, չունենք մենք։ Միգուցե լինի, չգիտեմ։ Մարդկային մտածողությունը կառուցվածքով ուղղագիծ է, գծային։ Այս պատշարը կառուցել որ կանոնն դրել ուղիղ լինի, կոր չլինի հանկարծ։ Աստծո բոլոր գործերը կորընթաց են, կորագիծ են, պտույտներ են։ Քանի որ տեզերքը պտտվում է եւ դա հեղինակ ունի, այդ հեղինակը կորագիծ է մտածում, բնականաբար արդյունքում պետք է պտտվեին այդ ամբողջը։ Եվ մեր տառերը, մեր գաղափարագրերը կառուցված են այդ սկզբունքով, այսինքն կորագիծ մտածողության եւ ուղղագիծ մտածողության համակարգերի համադրումներ են։ Այսինքն երբ որ մի հատ մրջուն քայլում է, պետք է իր կյանքի այդ պտույտը ապրի, չէ՞, ցիկլը, հա։ Կորով նկարենք դա, կիսակոր եկավ, մարդկային ուղիղ մտածողությունը, այսինքն մենք հասանք այդ մրջունին տրորեցինք, այդ պտույտը չավարտվեց, անավարտ մնաց։ Այսինքն երբ որ այդ կորը գալիս հանդիպում է ուղղագիծ մտածողության, կանգնում է, դադարում է իր խնդիր ավարտել, դա կոչվում է չարիած։ 25-րդ գաղափարագիրն է։ Այսինքն ապրելու համար կոչված
որից է կասեցում, դա արդեն չարություն է։ Պարոն Բեկթաշյան, տառերը, որ Մեսրոպ Մաշտոցը գրի առավ, այդ տառերը երկու ձև ունեին, մեծատառ եւ փոքրատառ, թե միայն մեծատառ էին կամ միայն փոքրատառ էին, որովհետեւ այդ հարցում տարակարծիք վիճակ է, տարբեր տեսակետներ է առաջադրվում եւ փորձում են յուրաքանչյուրը արդարացնել։ Մեկը ասում է, որ ճիշտը մեծատառերով մնալն է, մյուսը ասում է, որ ոչ, դա վտանգավոր է։ Նաեւ պետք է փոքրատառեր ունենան տառերը։ Ուրեմն Արեգ ջան, լավ գործնական առումով փոքրատառը ոչինչ չի տալիս տեղեկույթի փոխանցման առումով, կուտակման առումով, բացի բարդացումը, որևիցե լավ բան չի տալիս փոքրատառը։ Պատահական չէ, որ մինչև հիմա վրացիները պահել են Մեսրոպի պատգամը։ Մեկ տառատեսք ունեն իրենք առ այսօր։ 9-րդ դարում Հուդայի ցեղը եւ Չարի թիմակիցները տեսան, որ ի վերուստ մեզ բան ատարվել։ Հարկավոր է դրան ոչնչացնել, առաջն առնել եւ այլ եւ մտան եկեղեցի, ջնջեցին բոլոր մագաղատները եւ վրայից նորաստեղծ փոքրատառերով սկսեցին գրել։ Մեկ կանոն սահմանեցին, որ նոր նախադասությունը սկսում է մեծատառով, այսինքն Մեսրոպի տառատեսքով, մնացածը փոքրատառով։ Այսինքն այդ մեկ կանոնով դեն շպրտեցին Մեսրոպագիր տառերը։ Եվ մի անգամ կարծեմ զրուցել ենք էլի, սա ինձ ասել է Սեն Արևշատյան ակադեմիկոսը, որը տնօրինում էր Մատենադարանը, ինքը ասեց ինձ, որ այսպես է, ինձ բնագրեր էր պետ, Դավիթ անհախտի, ասեց գոյություն չունի, բոլորը ջնջած վրայից գրված է փոքրատառով, բնօրինակները ջնջված են։ Այո, եւ դա ում ձեռքի գործն է, պարոն։ Հուդայի ցեղի, ինչպես միշտ։ Բա ոնց։ Այսինքն ուզում էին հին քաղաքակրթությունը վերացնել, հա։ Չէ, իրենք տեսան, որ բացի այն, որ անտրվեցինք Աստծո ընտրյալ ժողովուրդ, պաշտոնապես պետականորեն, նաև ունենք այբուբեն, որի մեջ բոլոր ճշմարտություններն է։ Եթե Վանին տրվեց 10 պատվիրանները Մովսեսին, հա, դա ընդհանուր կարգավորում էր բերում միջավայրում, ասենք, բնակատեղիում։ Իսկ մեր այբենի մեջ որևիցե հարցի պատասխան է զտեղված։ Պարոն Բեկթաշյան, երբ մենք ունեցանք այբուբեն, այդ ժամանակ հրեաները ունեին իվրիտը։ Չեմ կարող, պետք է որ ունենային, որովհետև մենք թարգմանել ենք եբրայերենից եւ հունարենից։ Աստվածաշունչը։ Հա, նաև կարծեմ ասորերենից, հա, Աստված։ Պետք է ունեին, այսինքն։ Պայմանանշանը այդ համակարգերը ունեին իրենք։ Հիմա տես ինչ կատարվեց, Արիք ջան։ Սեն Արևշատյանը ինձ ասաց այն ժամանակ, որ ասաց ճապոնացիներին պատվիրել ենք սարք, որը այն տակի գրվածքները դե մագաղաթա, չէ, այդ մոմլատի թերթերն, հա, որ այն տակի նախքին գրվածքները կարդան։ Մի 2 տարի մնալուց հետո հիմա նոր Խզմալյանի նշանակվելուց հետո կարծեմ մի քանի օրինակ արդեն վերցանված դրված էր մեր Մատենադարան, ուրախաց անչափ, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարում են արդեն։ Կարելի է ասել ռեստավրացնում են։ Այո, վերականգնում են այդ տագի բնական բուն մեսրոպագիր գրվածքները։ Պարոն Բեկթաշյան, խոսենք նաև տառերի քանակի մասին։ Մեսրոպ Մաշտոցը երբ գրի առավ, տառերը 36-ն էին, բայց եթե չեմ սխալվում, 12-րդ դարում ավելացան
եւս 3-ը։ Եվը, on եւ f-ն։ Այո, open հետո եւը։ Այո, այդ 3 տառեր ավելացան։ Անհրաժեշտությունից ելնելով ավելացան այդ տառերը, միթե այդ 36 տառերը լիովին չէին արտահայտում մեր խոսելաձևի, մեր արտահայտչա միջոցների հնչեղությունը։ Դրա կարիքը կար, պակասը կար, որ այդ տառերը իրենց հնչողությամբ ներմուծվեցին, թե այդ տառերի, այդ 3 տառերի հետևում մեկ այլ վտանգավոր զենք է թաքնված։ Ամենավտանգավորը, որ Եվրոպայից ներմուծումից առաջացավ, դա նախ IBM-ը մեր կորցրեց մեկ հնչյուն, մեկ տառ սկզբունքը։ Այո, քանի որ բոլոր տառերը մեկ հնչյուն ունեին։ Այո։ Եվ ամենահրեշավորը, որ Ֆ ոչ միայն տառը մուտք գործեց մեր լեզվի մեջ, այլ նաև հնչյունը։ Հարիկ ջան, մենք վերջի 39-րդ հնչյունը ներկայիս IBM-ի մենք չենք ունեցել, մինչ 12-րդ դար չենք ունեցել։ Եվ հետաքրքիր է, մինչև հիմա վրացիները չունեն։ Ֆ հնչյունը չունեն։ Եվ ասեցինք, չէ, որ Արցախի ազատամարտը նրա համար էր, որ այդ լեզվա միջավայրը Ֆ չունի, կոփե, փայտոն, ֆուտբոլ։ Այդ հնչյունը մարդու իմունահամակարգը իջեցնում է 0-ի, հարիկ ջան։ Ֆ տառը, Ֆ հնչյունը։ Այդ հնչյունը զաչաճե բեղնավորման մերիդիանները փակում է։ Դրանք գիտական փորձեր արվել են ժամանակին, ուրեմն շատ հզոր բժիշկներ ունենք ֆիզիոթերապիայի, կոչվում է BRT, բիոռեզոնանսնայ թերապիա, այդ խաչիկան վաղարշ ունենք։ Դա գործիքը չափում ու դիտում է եւ ախտորոշում եւ բուժում է կատարում մարդու կենսադաշտերով, ինչ կերպ չինական այդ ասեղնաբուժությունն է, չէ, ակուպունկտուր է։ Սա գործիք է, շատ թանկ հաճույք է այդ գործիքը, բայց շատ լուրջ պատրաստվածություն է պետք, որպեսզի այդ գործիքը մարդ տիրապետի, բայց տիրապետելու դեպքում դու տիրապետում ես ամեն ինչի եւ այդ գործիքով ուրեմն Բազիկյան Գագիկի, որ ընկերներ ենք ու էլի հրաշալի բժիշկ հազարավոր մարդկանց կյանք է փրկել, ապրեցրել, ինքը հասկացավ էս ինչա եւ մեծ ծախսերով բերեց այդ գործիքից, էլի մեր ինստիտուտ։ Եվ այնտեղ փորձարկումներ կատարեցինք, հարիկ ջան։ Էլեկտրամագնիսական օղակ է, հնչյունները տալիս էինք համակարգիչին, համակարգիչով տալիս ենք այդ հնչյունների որպես տատանում այդ օղակին, որից ազդվելով կենսադաշտերը սկսում էին փոփոխվել մարդու։ Մեր բոլոր հնչյունները ակտիվացնում էին մեր ամբողջ այդ միջօրեկանները էներգետիկ։ 7 հիմնական միջօրեկան կա, դրանք ակտիվանում են յուրովի։ Ֆ հնչյունի դեպքում այդ 7 հիմնական մերիդիաններից, միջօրեկաններից 2-ը դառնում են 0։ Մեկը բեղմնավորման զաչացիայի մերիդիաներ, մեկը իմունոհամակարգի։ Ամենակարևոր։ Պատկերացնում ես այդ հնչյունը մտնելով մեր կենցաղ, սկսել է քանդուքարափը ու ավերածությունը։ Պարոն Բեկթաշյան, մենք դեռևս կխոսենք այդ տառերի մասին, ավելացված տառերի մասին է խոսքը եւ օֆը։ Ես տեղեկացնեմ մեր ունկնդիրներին, Եվը 37 թիվն է, on 38 եւ ֆն 39 եւ նրանց ընդհանուր հանրագումարը կազմում է 114
իսկ թե ինչ խորհուրդ է կրում 114-ը առհասարակ, թե ինչ վտանգավոր հետևանքներով է հղի եւ ինչ բացասական էներգիա է հաղորդում թե մեզ, թե մեր հայրենիքին, թե մեր աստվածային լեզվին, մեր հետագա թողարկումներում ես սիրով կհյուրընկալեմ Հայագետ Սամվել Բեկթաշյանին եւ այդ ամենի մասին մենք կունենանք հետաքրքիր թողարկում։ Մեկ անգամ եւս շնորհակալ եմ ձեզ, պարոն Բեկթաշյան։ Խոնարհում ես։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցում է Հայագետ Սամվել Բեկթաշյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։